Պարոն Շարմազանով, նոյեմբերի 9-ի եւ մայիսի 9-ի միջև մեծ, այսպես իջվածք կա, բաց կա, ինչպես լցնել այդ բացը եւ ինչպես վերականգնել եռատոնը։ Ես էլ ասում եմ, դեռ նոյեմբերին երանի ենք տալու։ Բայց նոյեմբերին հետո եղավ հոկտեմբերի 6, հետո եղավ սեպտեմբեր, Արցախի հայաթափում։ Դուք ասեք, եթե այդպես եք նայում, ասեք Շուշի ազատագրման եւ 18 թվականի իշխանափոխության, հեղաշրջման, հեղափոխության միջև տարբերությունը, որովհետեւ այս մարդիկ այնքան բարոյականության հետ կապերը խզել են, այնքան մեր պատմության հետ կապերը խզել են, ազգի արժանապատվության, մեր սրբությունների հետ կապերը խզել են, Եռաբլուրի, նույն այս հաղթանակի հուշակոթողի, Ծիծեռնակաբերդի, որ կանգնում արդեն Ղարաբաղյան շարժումը սխալ են համարում, մի հատ էլ հայտարարում են Արցախը եփա մեր է եղել։ Բա որ Արցախը մերը չէր, այդ տղա։ Գլուխը տնգած շուշում ուր էր տրանգի պարում։ Բա որ Արցախը մերը չէր։ 5000 տղեկին ուր տարար փուրը տվեցիր։ Բա որ Արցախը մերը չէր։ Արցախի նախագահի ինագուրացիան ինչ էր անում։ Բա որ Արցախը մերը չէր։ Տղատ ինչ էր անում։ Բանակում ծառայում։ Բա որ Արցախը մերը չէր, տերատո ջոկատներն ինչի համար էիք ստեղծում։ Բա որ Արցախը մերը չէր։ Ինչ էր շաբաթը մեկ վերտալյոտով գնում Արցախ։ Բա որ Արցախը մերը չէր, ոնց էր 18 թվականին պարլամենտում էր Սերժ Տանգիսյանը վերևը տնկված լրված էր, հայտարարում էիք, որ բանա Արցախի ինքնորոշման իրավունք հանքակտելի է։ Բա որ Արցախը մերը չէր, մակում քո ելույթ ինչի՞ց էր, ինչի էր Արցախի ինքնորոշման իրավունքից խոսում։ Դա ոնց կարելի է այսպես բարոյականության հետ կապ չունենալ։ Սա ուղիղ թքել են իզնից սկսած բոլորիս հոգիների մեջ, բոլորի սրբությունների վրա, միզնից սկսած, մինչև այն բոլոր կռված տղերքը։ Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սպարապետի հակապատկերն է։ Կոնկրետ ասում եմ, կամ Վազգեն Սարգսյանն է մեր հերոսը, կամ Նիկոլ Փաշինյանը, թող հայ ժողովուրդը ընտրի։ Իմ հերոսը Վազգենն է, որ ազատագրել է Արցախը եւ հայոց երրորդ հանրապետության Արցախյան հերոսամարտի ու մեր հաղթանակի հավաքական կերպարը, երբ որ ասում են Վազգեն, նկատի ունեմ բոլոր մեր հաղթանակած նախագահներին, բոլոր մեր հերոսներին, բոլոր մեր գեներալներին, բոլոր մեր զինվորներին։ Վազգեն Սարգսյանի մեր հավաքական երրորդ հանրապետության հերոսն ով է, Սպարապետ Վազգենը, չէ՞։ Որն է Վազգեն Սարգսյանի մեծությունը։ Ղարաբաղյան շարժման իդեալներին նվիրված լինելը, Արցախի հայկականության համար պայքարելը, 98 թվականի իշխանապողության հիմքում ո՞րն էր։ Չնայած հիմա 98-ի Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակին երանի կտայինք, բայց ո՞րն էր, որ Արցախը պետք է լինի հայկական ու փաթեթային լուծում։ Նիկոլ Փաշինյանը այնքան է արդեն թևավորվել Ալիևի եւ Էրդողանի տված այդ բոնուսներով, որ կանգնում միաբող ժողովրդի 35 տարվա պատմության մեջ թքում է։ Ու մենք պետք է այսքանից հետո այլընտրանք կա, Ռադետ Քաշի այլընտրանք կա, այլընտրանք տեղել է 30 տարի։ Երբ որ Արաքսից մինչև Օմար, Քելբաջարից մինչև Լաչին հայկական զորքն է եղել։ Հունիսի 7-ին ինչ իրականություն Նախ ուզում եմ, լավ, ես խոսանք հետո արդեն այդ հունիսի 7-ին ես ապրիլի 23-ից պայքարում եմ իմ թիմի հետ այս ազնվորության դեմ եւ դժբախտաբար 18-ից 2018-ից 8-ից է եկավ 8-ից էլ ենք մենք բարիկադի տարբեր կողմերում այս ամեն ինչ 8-ից է ինքը ծրծամ տվել մենք պրյամոյ խոսանք ես հստակ գործի չեմ ունեմ իմ հստակ կարմիր գծերը 8-ին էլ ենք մենք եղել ես ու Փաշինյանը տարբեր բարիկադների կողմերում 18-ին էլ այսօր է մեր ազգայինն ա եղել իր ապազգայինը մեր Արցախի հայկականության պահելը ինքը Իրանը Արցախի Ադրբեջանի մաս դարձնելն է ինչ ա լինելու շատ պարզ ով Հայաստանի անկախության կողմնակից է ում համար Հայաստանի Հանրապետությունը այս խորհուրդը այսօրվա մայիսի 9-ի Եռաբլուրի խորհուրդը մեր հերոսները գոնե այսքան արժեք ունեն չպետք է քվեարկել Նիկոլ Փաշինյանին ես այսօր ավելի ազատ եմ խոսում քանի որ ոչ ես ոչ իմ կուսակցությունը չենք մասնակցում ուղղակի եւ չենք առաջադրվել մեզ որևէ մեկը այլևս չի կարող ասի նախընտրական բոնուսներ եք հավաքում կամպանիա եք անում ու սենց խոսում եք Շարմազանովը սենց խոսում է որ ժողովրդի զգացմունքների հետ բան անի ոչ Շարմազանովը չի առաջադրվել հանրապետական կուսակցությունը չի առաջադրվել ու շատ ավելի ազատ ասում ենք սիրելի հայ ժողովուրդ Նիկոլ Փաշինյանի համար քվեարկելը նույն բանն է ոնց որ քվեարկես Իլհամ Ալիևի եւ Էրդողանի խամաչիկների նարատիվը կառուցողների օգտին
Յենի Ադրբեջան ու Նիկոլ Փաշինյանի խոսույթը ինչով է տարբերվում։ Իսկ կարող եք ասել։ Ալիևը այն ինչ որ մեր իշխանության ժամանակ մինչև այդ ինչ թեզ էր ասել Ալիևը, նույնին այսօր սա կրկնում է։ Եթե Ալիևի մեր իշխանության ժամանակ ասել մի հատ թուղթ տանք, հələ նկարագրի քո երազանքը, չէի կարող այս նկարագրի։ Լուրջ եմ ասում։ Դրանց երազանքը պատահող եղել է 2-ից 5 շրջանը։ Ազատագրված որ տրվեր։ Ասում եմ, եթե մեր իշխանության ժամանակ 16 թվականի պատերազմից հետո Ալիևին ասեին ախպեր, ես քեզ թուղթ ես գրիչ։ Մի հատ գրի էլի, քո երազանքը ո՞րն է։ Չէի կարող նես գրի ոնց որ Նիկոլն է այսօր արել։ Ու այսքանից հետո հայ ժողովրդից որևէ մեկը պետք է գնա Նիկոլին ձայն տա, կրկնում եմ, կամ էլ մենք փարիսեցենք երես պաշտենք։ Չի կարող մեր հերոսը համ Վազգեն Սարգսյանն լի, համ գնանք Նիկոլին ձայն տանք։ Չի կարող մեր հերոսը Մոնթե Մելքոնյանն լի, գնանք Նիկոլին ձայն տանք, էլ ոնց ասեմ։ Խաղաղություն են բերելու, ասում են։ Ինչ խաղաղություն։ Արցախում էլ է խաղաղ, բաց հայ չկա։ Ասել եմ, եսիմ թեզ դա, Արցախում էլ է խաղաղ, հայ չկա։ 21 թվականի ընտրություններին Փաշինյանը հայտարարում էր իր կամաչիկների հետ միասին, որ Արցախում ապագա կա։ 21-ի ընտրություններից հետո հայ ժողովուրդ, կա ապագա հիմա Արցախում։ Ընտրություններից հետո պարլամենտում նայեք, ընդ մեկը կա նշանակել ազգային ժողովի նախագահ։ Ձեզ հետ հարցազրույցում պարլամենտում ասում էր ապագա գա ու ծափեր տալ, Արցախում ապագա կա։ Միար ապագա կա Արցախում։ Այդ աղդամի նուրերը բանը չորացան, ինչ կա։ Բա հայրենիքի նուրը մնաց է։ Եվ ուզում եմ ասել, որ Բերլին ազատագրած մեր Թամանյան դիվիզիայի հերոսների որդիները եւ թորները ազատագրել են Շուշին։ Այդ ոգով են տոգորված եղել, այդ դաստիարակությամբ են տոգորված եղել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը եւ մայիսի 9-ի մեծ հաղթանակը մեր եռատունի հետ կապ չունի։ Նիկոլ Փաշինյանը մեզնից գողացել է ամենակարևորը՝ եռատոնը, երրորդ հանրապետության իմաստը։ Դա քաղաքական գողություն է, բարոյական գողություն է, արժեքային համակարգի գողություն է։ Հայ ժողովրդի ամբողջ երրորդ հանրապետության նպատակի, սրբության նպատակը գողացել է ձեզնից։ Ինչ որ մեկը պետք է գնա դրանց ձայն տա։ Գնացեք ձայն տվեք, ուրեմն ապրեք վիլայեթ։ Եթե ասֆալտ այդքան շատ եք սիրում, Էրդողանն ու Ալիևը ավելի լավ են ասֆալտ փռում։ Գնացեք ընդ ապրեք։ Պարոն Շարմազանов, ռուս-հայկական հարաբերություններում այսօր ինչ խնդիրներ եք տեսնում, ինչ սանդղակի խնդիր է, էլի նա տեսեք, էլի։ Արդյոք երկկողմանի պահպանվում է եղբայրական ազգի գաղափարը։ Եղբայրական ժողովուրդները մի բան է, իշխանությունների մեջ հարաբերությունները մի բան է։ Այսօր մեր իշխանությունները, Ռուսաստանի իշխանությունները չունեն դաշնակցային բնույթ։ Եթե դաշնակցային բնույթ լիներ, մեկ օր առաջ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը չէր կանչվի եւ բողոքի նոտ հաղվեր։ Եթե դաշնակցային լիներ, Զելենսկին ըստ ինչ էր շինում։ Ինչ էր անում Զելենսկին։ Ուր էր եկել Զելենսկին։ Ուր է հրավիրել։ Քու դաշնակցի թշնամին է։ Դու իրան հրավիրում ես ու դա ներկայացնում ես որպես ինքնիշխանություն։ Իսկ կարող եք ասել աշխարհում մի երկիր, որը Ռուսաստանի հետ թշնամացել է ու շահել է դրանից։ Դա Ուկրաինան է նայեք, էլի։ Այդ ինքնիշխանության անվան տակ Հայաստանը դարձնում են հակառուսաստան, դա անթույլատրելի է։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը Հայաստանը սարքում է Ուկրմենիա, երկրորդ Ուկրաինա։ Ռուսաստանը մեր բարեկամ ժողովուրդն է, պետությունն է։ Ռուսաստանի ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է։ Մեր պապերը միասին հաղթել են ֆաշիզմը։ Եվ այսօր մենք, երբ որ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են դաշնակիցներ, կոնկրետ Սերժ Սարգսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, մենակ մեզ չեմ ասում, բոլոր երեք իշխանությունների ժամանակ մենք ունեցել ենք երկու հայկական պետություն։ Դա եղել է նաև հայ-ռուսական իրական դաշնակցային հարաբերությունների պայմաններում։ Հիմա էսա մայիսի 28-ին գլուխ են գովում, պարադը, ամեն զենքից մի հատ զենքի մուլաշ կբերեն ցույց կտանք, ասեն պարը։ Այդքան տեն զենք ունեք, գնացեք 240 կիլոմետր ազատագրեք։ Էդի ոնց որ պահեստը լիքը ուտելիքը լի երեխեքը սոված լնեն։ Բա մի գլուխ եք գովում, որ այդքան զենք ունեք։ Բա որ զենք ունեք 240 կիլոմետրը մեր պետության ինչի է զավթված։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունների մասին աղջիկ ջան կարող եմ ասել։ Պատմական մինիմումի վրա են։ Պլինտուսից ցածր։ Եվ դրա մեղավորը այս ասնավորությունն է։ Երբ որ Պուտինին չէր դիմավորում, Խաչատուրի վրա քրեական գործեր էր հարուցում, Պուտինին գնում էր ասում են ում հետ ընկերություն անի, ում հետ չանի։ Երբ որ 44 օրյա պատերազմին Պուտինի միջնորդությունը պատերազմի կանգնեցնելու չարավ, չլսեց։ Եթե մի խոսում է թե բանից, խաղաղությունից, Նիկոլն է խոսում խաղաղությունից, իրոք 20 թվականի հոկտեմբերի 10-ին ես եմ հետը հանդիպել։ Ու ոչ միայն ես, թակուն չեղել, մի 15 հոգի եղել են, արտախորհրդանական ուժերով։
կանգնել ասել է Ռուսաստան առաջարկում է 5+2 տարբերակով խաղաղություն։ 5+2 տարբերակով աղջիկ ջան։ Ոչ Շուշին էր մտնում, ոչ Հադրութն էր մտնում, ոչ Ստեփանակերտը, ոչ Ասկերանը, ոչ Մարտունին, ոչ էլ Մարտակերտը։ Քելբաջարն ու Լաչինն էլ մնալու են հայկական վերահսկողության տակ այնքան ժամանակ, քանի դեռ հանրաքվե չէր եղել։ Նիկոլը հանձնել է Արցախը ու դրա վառ վկայությունը հենց Նիկոլն է տվել։ Ասել է Արցախը թոք է։ Ասել է դա գիտակցված զոհողություն է։ Ինչ են անում մեր ծնողին, որը 5 երեխա է ունենում, մեկին փուրն է տալի, որին 4 լիպր թե ապրեն։ Ինչ են անում։ Առնվազն բարոյական անարգանք են ենթարկում, չէ՞։ Դե հիմա եւ որպեսի մենք մյուս տարի չգնանք աշխարհի տարբեր բանում տեղերում եթիմի նման ծաղիկ դնենք ու մի հատ խաշքար դնենք, այդ արդեն Հայաստանի համար, սրանցից պետքա ձերբազատվել։ Պարզ չի ախպեր ջան, 18 թվին որ ինք եկել է իշխանության, երկու հայկական պետություն չեք ունեցել։ Այսօրը ես միշտ Արցախում եմ տոնել։ Հիմնականում միշտ Արցախում, մինչև 18 թիվը։ Դե մի գնացեք Արցախ։ Ով է մեղավորը, որը մի Արցախ չկա։ Նիկոլը։ Հիմա էլ հպարտանում է։ Վաղն էլ ընտրեցիք, մի քանի տարի հետո կարող է ստեղ չկարողանաք գալ։ Որպես ստեղ միշտ կարողանաք գալ։ Հայաստանի հետ ուղղացել է Արարատին, հունիսի 7-ին, ձայն մի տվեք Նիկոլ Փաշինյանին։ Շնորհակալ եմ։